Ողջույն տուք միմյանց ի համբյուր սրբության։ Սուրբ համբյուրի ողջունով սկսենք մենք Նարեկ Աղոթամատյան հաղորդաշարը։ Սիրելի հավատացյալներ, ունկնդիրներ, անցած անգամ խոսեցինք ամուսնության եւ ամուսնալուծության մասին։ Ամեն խոսելուց հետո լսում ենք ուրեմն մարդկանց դիտողություններ, դատողություններ, մտքեր եւ այլն, որը որ հաճելի է լսել։ Բայց այս անգամ ես լսեցի ավանդավորական ապշեցուցիչ մի հնարք ամուսնության վերաբերյալ, որի մասին ես կխոսեմ եւ այն ստիպեց ինձ ավելի մանրամասնորեն բացատրել որոշ հասկացողություններ։ Տեսեք, նկարագրեցինք, որ պսակադրություն է կատարվում եկեղեցում, որ պսակադրությունը կատարում են քահանաները, խաչ եղբոր մասին չհասցրեցինք խոսենք, քավորը այսինքն, որը որ կոչվում է խաչ եղբայր, խաչը պահում է պսակվողների գլխին, խոսեցինք, որ այսինքն հոգևորականը միացրեց զույգերին։ Եվ ուրեմն ասեցինք նաև, որ ԶԱԳՍից լինելուց հետո են հիմա անում, բայց եթե հրատապություն կա, կարող են եւ առանց ԶԱԳՍի անել։ Եվ ասեցինք, որ ԶԱԳՍով լինում է բաժանվում են, երբ որ ինչ-ինչ պատճառներով, ավելի շուտ ընդհանրացնենք, չարի հնարքներով, սատանայի հնարքներով, զույգերը իրարից բաժանվում են եւ դիմում են ԶԱԳՍ կասում միատեղ մեր ուրեմն ամուսնությունը անհամատեղելի է։ Եվ ասում ենք, որ եկեղեցու պաշտոնյան թեմի առաջնորդը կարող է, եթե դիմեն եկեղեցուն բաժանման առիթով, թեմի առաջնորդը իրավունք ունի քննելուց հետո ոչ միշտ կարող է որոշում տալ, բայց ունի իրավունքը որոշում տալու կամ բաժանման թուղթ տալու։ Եթե թվա, որ իրեն իր ուժից վեր է այդտեղ ավիճոր հարցեր կան, վերջնական այդ խնդիրը պետք է լուծի կաթողիկոսը։ Հիմա տեսեք ինչ հետևություն են անում աղանդահնար մտածողությունը։ Ասում է, եթե ուրեմն եկեղեցին բաժանում է եւ միևնույն ժամանակ սատանան էլ է բաժանում, ուրեմն իրարից ինչով են տարբերվում։ Պատկերացնում եք նենգության աստիճանը։ Բացատրում եք, որ խորհուրդը եկեղեցին է միացնում, պսակի արարությունը կատարվում է ժողովրդի ներկայությամբ, բայց իրավունքը ունի։ Եվ կամ պնդում ասում են, որտեղ է գրված Աստվածաշնչում։ Աստվածաշնչում գրված է, որ քահանաները, հոգևորականները ինչ իրավունք ունեն, այս մասին մենք այսօր կխոսանք։ Խոսենք ուրեմն ձեռնադրության մասին, թե ձեռնադրության ինչ իրավունքներ ու զորություններ շնորհներ անցան քահանաներին, հոգևորականներին։ Խոսենք եկեղեցու մասին, ոչ թե եկեղեցու, ուրեմն պետք է հասկանանք իրար եւ եկեղեցին ժողովուրդը կամ Աստծո ժողովուրդը կամ միությունը հավատացյալների եւ եկեղեցին շինությունը, որտեղ որ այս ամեն ինչը կատարում է, ինչ են նշանակում մեր հավատացող առաքելական եկեղեցու հետևորդներն պետք է հաստատուն իմացություն ունենան իրենց մեջ որոշ շատ կարևոր հարցեր, պետք չէ որ իրենք շատ խոր իմանան ամեն ինչ, կարիքը չկա դրանում, բայց ինչ արարողություն որ կատարում է, ինչ ծես որ կատարում է իրենց հետ, լավ կլինի որ դրանք ավելի մոտիկից հասկանան։ Ուրեմն այսօր մեր նպատակն է բացատրելով ժխտել այն կարծիքները, չեմ ուզում անուններ տալ, որոնք որ խաթարում են, ստվեր են գցում մեր եկեղեցուն եւ ունենք տրամադրվածություն նպատակ։ Հիմա խոսենք եկեղեցու մասին։ Հիշենք, որ մեր եկեղեցիները, որ կառուցված են, այդ տեղերը պատահական տեղեր չեն, այդ տեղերը ընտրվում են, օծվում են, հետո են
հետո կառուցվում է եկեղեցին, շենքը։ Մենք չենք ասում շենքը, տաճար բառն էլ շատ չենք ընդունում, ասում ենք եկեղեցի, մտել է մեր ազգայինի մեջ։ Հիմա տեսեք, որտեղից է գալիս սա։ Ուրեմն առաջի անգամ ուրեմն Մորիա լեռան վրա ուրեմն Աստված Աբրահամին ասեց կբերես քո Իսակ զավակին այնտեղ ուրեմն կզոհաբերես եւ երբ նա պիտի զոհաբերեր ասեց Աբրահամ ձեռքդ հետ քաշի ես հավատքդ հաստատա ուրեմն իմ հանդեպ հասկացա ինչ աստիճան է եւ այսինքն նույն Մորիա լեռան վրա այդ նույն տեղում որտեղ որ պիտի զոհաբերվեր նրա զավակը այդտեղ ասեց սեղան դիր այսպես սեղան դրվեց այսինքն մատաղ արվեց, հա մատաղ բառ ասեմ, թող հասկանալի լինի ժողովրդին։ Երկրորդը, ուրեմն այս մասին դուք կարող եք գտնել Ծննդոց 12-ից առաջի երկու համարներում։ Նույն Մորիա լեռան վրա Դավիթ թագավորը, որն է ուրեմն կալի մեջ, ինչի մեղքեր էր գործել իրար մեղքերի որպես հետևանք պետք է պատժվեր եւ այլն ուրեմն ներումից հետո Դավիթ թագավորին ուրեմն նույն Մորիա լեռան վրա այդ նույն համգրեթե նույն տեղը որը որ պատահում էր որնիա ուրեմն մեկի մի անձին այդ նույն տեղը Դավիթ թագավորը պատրաստվեց որ կառուցի տաճարը եկեղեցին բայց նրան դա չհաջողվեց Աստված չտվեց այն նրա որդի Սողոմոն իմաստուն է կառուցեց այդ եկեղեցին Սողոմոն իմաստուն է եւ այդտեղ ասվեց այս ամբողջը չկարդամ երկար կտևի համառոտ ասեմ Աստծուց ուրեմն կրակներ դուրս եկան լապեցին այն ողջակեզները դեմ մատաղները զոհաբերությունները որ պետք կենթանի արվեին Եվ Աստուծայինը լսվեց ու ասեց այս տեղը ես սիրեցի, ընտրեցի, սրբեցի, մաքրեցի, օծեցի, այս տեղում արված աղոթքները կլսվեն, ես կհասնեն ինձ, եթե դուք զղջաք եւ ձեր հիվանդությունները կբուժվեն ու դուք կներվեք։ Այսինքն այսպես հիմնադրվեց եկեղեցին։ Այս մեր եկեղեցիները որ կառուցվում են այս հիման վրա են կառուցվում։ Տեղն էլ օծողը հիմա Աստված, ասում ենք Աստված, բայց մենք գործողություն կատարողները Աստծու պաշտոնյաներն են, որ կատարում են, ովքեր են, հոգևորականներն են։ Հոգևորականներն են տեղը օծում եւ այլն։ Սրանք վարձված տեղեր չեն, հյուրանոցներ չեն, չգիտեմ ինչեր չեն, որտեղ որ ուրեմն ուրիշ նպատակների համար են, բայց կարող են ինչ-որ կան խմբեր, հավաքվեն, վարձեն, այդտեղ ուրեմն իրենց մտածելով կերավ աստվածապաշտություն անեն եւ այլն։ Այսինքն հիշենք առաքելական եկեղեցին հիմնված, հաստատված է Հիսուս Քրիստոսի միջոցով դեռ 5 տակարանից սկսած արդեն ասացիք հայ Աբրահամից սկսած Հիմա եկեղեցու մասին ուրեմն որպես շինություն եւ այլն ժողովուրդ շատ հաճախ ուզում են դա շարքման առիթ դարձնել տեսեք ինչ է ասում ուրեմն առաքյալը եկեղեցու մասին ինչպես է սահմանում եկեղեցին Պողոս առաքյալը իմ Տիմոթեոս աշակերտին նա գրում է իր Տիմոթեոս աշակերտին նա գրում է Քեզ գրում եմ սա, քանզի հույս ունեմ շուտով գալ, իսկ եթե ուշանամ, որպեսզի գիտենաս, թե ինչպես պետք է շրջել Աստծու տան մեջ, որ կենդանի Աստծո եկեղեցին է, ճշմարտության սյունը եւ հաստատությունը։ Ուրեմն Տիմոթեոս 3 գլուխ 14-ից 15 համարները։ Տեսնում եք, այստեղ եկեղեցին շենքը եւ ժողովուրդը միասնական մի բան ենք հասկանում ենք։ Ավելի շատ չմանրամասնացնենք,
ասենք որ հայ առաքելական քրիստոնեական մեր եկեղեցին մենք ունենք դավանաբանություն, հավատանք, այս աղանդավորների ոչ մեկը չունեն հավատանք, ասենք այսօր խոսենք աղանդների, հերձվածողների եւ երետիկոսների մասին, դրանք ոչ մեկը հավատանք չունեն, ընդհանուր բաներ են խոսում, մենք ունենք հավատքի բանաձևը, որտեղ որ ասում են ընդհանրական եւ առաքելական Սուրբ եկեղեցի։ Անշուշտ եկեղեցի է նաև ժողովուրդների հավաքը, այս մասին կարող եք կարդալ Մատթեոսի ուրեմն 18-րդ գլխի 27 համարում։ Տեսեք, ասում ենք ընդհանրական եւ առաքելական Սուրբ եկեղեցի։ Ուրեմն քրիստոնեական եկեղեցին մեկ է, բայց ընդհանրական է։ Մենք այդ ընդհանրականության մի մասնիկն ենք եւ կոչվում ենք առաքելական։ Այսինքն ինչի համար, որովհետեւ այդ ամեն մենք կոչեցինք առաքելական, առաքյալները եկան մեր վրա, մեզ մոտ եկան։ Ուրեմն տարբեր երկրներում տարբեր անուններ կոչվեցին, որովհետեւ տարբեր տեղեր առաքյալները գնացին, ձեռնադրեցին եւ այլն։ Հաշվի առնվեց ուրեմն ժողովրդի միջավայրը, ծննդավայրը, լեզուն, բնավորությունը, ինչ էլ անեն պետք է հոգեհարազատ լինի ժողովրդին։ Դրա համար ամեն եկեղեցին դարձավ ազգային եկեղեցի, ընդունեց ազգային կերպար, որովհետև այն եկեղեցին պետք է արտահայտի նաև հոգեշունչ լինի, հասկանալի լինի իր ժողովրդին։ Տեսեք, երբ որ օրենքի մասին մենք խոսենք, օրենքի բաժնում այսպիսի մի բան կար, ինչ են հրեաները հասնում հաջողությունների, որովհետև դրանց ազգային ժողովը, հիմիկվա լեզվով ասեմ, հին բաները նոր անուններով ասեմ, դրանց ազգային ժողովը, երբ որ օրենքներ էր ուրեմն առաջադրում, նոր օրենքները անպայման հիմնվում էին, հենվում էին ժողովրդի հոգեբանության վրա, ժողովրդին այդ օրենքները խրթին չէին թվում, ուրիշ երկրից բերած մի պարտադրանք իրան ժողովրդի վզին չէին բերում, այնպես շոկի մեջ չէին ընկանում, ինֆարկտ չէին ստանում, չէին ջղայնանում, որովհետև այդ իրենց հոգեշունչ էր, իրենց ապրելակերպին, իրենց միջավայրին համապատասխան օրենքներ էին։ Ուրեմն մեր հիմա անցնենք ինչպես հիմնվեց եկեղեցին Հայաստանում, կարճ ասեմ, ուրեմն այստեղ առաջինը եկավ, առաքյալներից եկան, առաջինը Թադեոս Բարտոմեոսը, Սանատրուկ թագավորի ուրեմն թագավորության ժամանակ նույնիսկ քարոզություն սկսեց, այդտեղ իրեն հավատաց 20 դուխտը, թագավոր դուստրը եւ այլն, չէր կարացնեմ, նրանց հրաման տվեց երկուսին էլ ուրեմն վախճանվեցին։ Նրանից հետո եկավ Բարտոլոմեոս առաքյալը, նույն ճակատագրին էլ հասցան, այսինքն ինչ եղավ, այդ առաքյալները երբ որ եկան, Աստծո Հիսուս Քրիստոսի աշակերտները անմիջական, որ նրան տեսել էին, նրա հետ շփվել, եկան ուրեմն տարածեցին քրիստոնեությունը մեր երկրի մեջ, դա հեշտ չեղավ, դա եղավ նրանց մահվան գնով, դա համար նրանք դասում են մեր սրբերի շարքին։ Քրիստոնեությունը ընդունվելուց հետո, տեսեք, կլսեք հակառակ մեկնաբանություններ, եթե քրիստոնեությունը չլիներ, մենք կլնեինք կամ թուրք, կամ պարսիկ, կամ չգիտեմ ինչ թուրքերը հետո եկան, այսինքն չենք զոհվի եւ չգիտեմ ինչ քրիստոնեությունը եկավ պատճառ դարձավ, որպեսզի մեր ազգը գնալով փոքրանա ու մենք ենթարկվենք անդադ հարձակումների եւ այլն։ Հիմա տեսեք քրիստոնեությունը ընդունելուց հետո Հայաստանը աշխարհը ապրեց ուժեղ մի զարթոնք։ Ինչ եղավ Հայաստանում։ Ինչ ուղղություններ մտեն։ Ուրեմն առաջինը հոգևորականները եկեղեցուց դուրս եկավ։
Ուրեմն Նեսրոպ Մաշտոցը հայ առաքելական եկեղեցու վարդապետը գրերի գյուտի հեղինակը գրերի գյուտը եկավ գրերի գյուտից հետո թարգմանություններ հայերեն աստվածաշունչի մեկնությունը մատենագիրներ եկան երաժշտությունը հայ գրականությունը երկրաչափությունը աստղագիտություն մաթեմատիկա արվեստի տարբեր ճյուղեր ճարտարապետություն եւ այլն սկսեն զարգանալ քրիստոնեական շրջանում եւ բոլորի աղբյուրը հիմքը հայ առաքելական եկեղեցիներ ուրեմն ամենամեծ արժեքը որ առաքելական եկեղեցին հիմնադրեց նա այն էր որ մեզ ազգին տվեց ինքնապաշտպանության հատկություն սկսեցինք պաշտպանելու պայքարելու կռվելու տարբեր հոսանքների դեմ որոնք գալի այսինքն չգնացինք ծուրելուն, չմերվեցինք, ասենք կարող ենք մեր ազգությունը, անունը եւ այլն որոնալ գնալ, ոնց որ եղավ շատ մեծ ազգերի։ Ուրեմն այսքանը մեր եկեղեցու մասին, մեր առաքելական եկեղեցին ինչով է տարբերվում մյուսներից։ Շատերը կան ասում են մեր եկեղեցին, եկեղեցականացումը բառով չի լինում։ Դրանք բոլորը չէ որ կոչվելու են եկեղեցի, դրանք եկեղեցիներ չեն, դրանք պաշտամունքի վարձված տեղեր են, բայց ոչ եկեղեցի։ Ես այս խոսքերից համար կարող եմ պատասխան տամ։ Հատուկ մի գրքուկ կա, որը գրում է ինչպես է եկեղեցականացվում հավաքը, ժողովրդի հավաքը։ Ամեն հավաք չի, ֆուտբոլի դաշտում էլ են հավաքվում, տարբեր տեղերել են հավաքվում շատ ժողովուրդ։ Ուրեմն հաջորդը տեսեք կարևոր պահ է ձեռնադրությունը։ Քանի որ եկեղեցուց խոսեցինք, ուրեմն ինչ որ բաժինը որ խոսում եմ մի փոքր հատված ես կկարդամ Նարեկացուց։ Հիմա եկեղեցու մասին կարդամ Նարեկացու հ գլուխը, սա ուրեմն մեծ շատ է դրա համար ես մի փոքր բան կկարդամ։ Նարեկացին արդարանալու համար, երբ որ դատաստանի առաջ պետք է կանգներ, գրեց մի քանի գլուխների հետ միասին, նաև գրեց հ գլուխը, այսինքն եկեղեցուն նվիրված գլուխը մատյան ողբերգության մեջ։ Ես ընդամենը մի փոքր բան կկարդամ, ոչ ավելի, որտեղ դա շատ երկարուն է, 11 գլխի ենթաբաժիններից է բարձրացած։ Տեսեք ինչ է ասում եկեղեցին, սա արդեն եկեղեցու կառույցի մասին է, շենքի մասին է, քարերի մասին է, հասկանում եք, եւ հավաքատեղ հավատացյալ ժողովրդի մասին է։ Դավանում ենք ուղիղ, անշեղ, անբիծ հավատով, ողջունում ենք մեր շտունքի համբույրով Աստծու բնակության եկեղեցին։ Անշուչ վեմերով կառուցված խորանն այս, որ կատարելապես զարդարված երկնքի բարձությունից գերազանց եղավ ու հենց նրանցից առաքելական դասերից հիմնվեց։ Այսինքն եկեղեցին կառուցեցին առաքելական դասերը, այսինքն քահանաները, հոգևորականները, Աստծու աշակերտները եւ խնկվեց բացյալի աշակերտներից ու խնկվեց, այսինքն պաշտվեց բանի սպասավորությունից։ Կյանքի այս գանձը ի սկիզբն առնավ վերնատան սրահից, այն վայրից, ուր խորհուրդը կատարվեց։ Շատ մանր շարունակեմ, ասեմ, այսինքն սկիզբն էր վերնատանը, երբ որ հավաքվեց վերջին ընթրիկը կամ տեղ հավաքվում են իրար հետ, ուրվա պատկերներ եկեղեցում։ Ուրեմն այնտեղ էր, որ հաղորդության խորհուրդը հիմնադրվեց, այսինքն Հիսուս Քրիստոս մեկանեց հացը եւ գինին ասեց այս կանեք ինձ հիշելու համար, արդեն հրահանգ էր, падգամ էր, ոնց կուզենք հասկանանք ինչ արունտանք, ասեց այս կանեք ինձ հիշելու համար, այս է իմ արյունը, այս է իմ մարմինը, հասնում գինի վերաբերել։ Ուրեմն եւ որը որ կատարվեց նախնական եկեղեցում վերնատանը, այժմ այդ ամենը կատարվում է
այս օծված, հաստատված առաքելահիմն եկեղեցիներում միայն այստեղ արյունը բաժանվում է որպես թափվեց արյունը մարդկանց փրկության համար, իսկ ավելի թափված անուն, երբ որ եղբայրը սպանեց Կայենը սպանեց Աբելին, նրա անունն էլ մինչև այժմ վրեժի ձայն է տալիս, վրեժ է ուզում թափված արյան համար, Քրիստոսի արունները անապակ արյունը թափվեց, այն բաժանվեց, որպեսզի մենք փրկվենք։ Դա առանձին ուրիշ թեմա է։ Այսինքն, տեսեք ոնց է նկարագրում եկեղեցին ինչ է, ինչեր պետք է արվեն մեջը, եւ ավելի կարճացնեմ, ուրեմն որպեսզի չանարգվի աստվածությունը, կրելով մկրտությունը հավատացյալի, մեկ անգամ է եւ ձեռնադրությունը, տեսեք ասում են ձեռնադրությունը մի անգամ է լինում, մկրտությունը մի անգամ է լինում։ Ես մանրամասները չեմ ուզում եւ ասում են մեկ է հույսը կենթանության։ Ահա, այսքանը եկեղեցու կառույցի եւ ժողովրդի մասին։ Հիմա խոսենք ուրեմն ձեռնադրության մասին։ Տեսեք, մի կարևոր հանգամանք։ Երբ որ Հիսուս Քրիստոս ամբարձում էր ձայնը դրեց իր աշակերտների գլխին եւ ասեց. ուրեմն ահա ձեզ կգա մխիթարիչը Սուրբ Հոգին եւ այլն, ինչ որ կապեք կապի, ինչ որ կանդեք կանդի, բայց ձեռնադրությունը նախքան քրիստոնեությունը կար, այն ինչպես սկսվեց։ Նախ ուրեմն ձեռնադրությունը նրա համար է, որ դա ուրեմն տպչության կարգի աստիճան է, տրվում է հոգևորականներին, միևնույն ժամանակ դրանց Սուրբ Հոգու զորությամբ գալիս են ուրեմն շնորհներ։ Նրանք հատուկ պատրաստված հոգևորականներ են։ Ուրեմն առաջինը, տեսեք, Աստված Մովսես մարգարեին ասեց, ուրեմն ըստ Աստծո Հեսուի վրա ինքը ձեռնադրեց, ձեռք դրեց Հեսուի վրա, որպես իրեն փոխանորդ, որ փոխարինող, որպես իրանից հետո ունեցածներն իր այդ շնորհները եւ այլն անցնի Հեսուին։ Սրանք երկար պատմություններ են, ես գլուխները վերնագրեր կասեմ, դուք կարդացեք։ Թվեր 27-ի, ուրեմն 18-ից 23 համարները։ Տեսեք, Հիսուս Քրիստոս էլ տվեց իր աշակերտներին քարոզելու, բժշկելու, դևեր հանելու զորություն։ Մատթեոսի 10-ից 1-ից 8 համարներ։ Ուրեմն տվեց իր առաքյալներին իշխանություն, որպեսզի նրանք տան մեղքերի թողություն, որը որ պատարագի ընթացքում ասվում է, մեղքերի խոստովանության ժամանակ քահանան ասում է արձակեցիք մեղքերից եւ պետք է ուշադրի լսել։ Եվ կապելու զորություն, նորից Մատթեոսի 16-ից 19 համարներ, Հովհաննեսի 20-ից 21 համարներ եւ այլն։ Հաղորդության խորհուրդը տվեց, տեսեք, երբեմն ասում են որտեղ է գրված։ Ուրեմն Ղուկասի 22-79-ից 19-ից 20 համարներում Ղուկաս ավետարանչում, այսինքն հաղորդության խորհուրդ այն որ ասեց սա արեք ինձ հիշելու համար հասնում գինին բաժանեց ու մինչև հիմա ամեն կիրակի սա կատարվում է, առաջներում արել են ամեն օր։ Տվեց նաև մկրտելու իշխանություն, կնքելու Մատթեոսի 27-րդ գլխում կա գրած եւ առաքյալներին տվեց, որպեսզի իրենք էլ ոնց իրենց ձեռնադրեց Հիսուս Քրիստոս, իրենց էլ տվեց, որպեսզի նրանք կարողանան գան ուրեմն ձեռնադրեն սարգսակներ, երեցներ, քահանաներ, եպիսկոպոսներ։ Այս մասին կարող եք կարդալ Գործք առաքելոց 13 գլխում, 14-րդ գլխում, պետք է սեր ունեցողը մանրամասը կչարչարվի կկարդա։ Հիմա այս ձեռնադրության մասին, այսինքն հասկանանք, որ ձեռնադրված քահանաները այն շնորհք ունեն, ինչ շնորհ ունեն, ինչ զորություն ունեն այստեղ այս աշխարհի վրա, որովհետև Աստծո պաշտոնյաներն են։ Հիմա
կարող է ընթացքում մտնեն հոգևորականներ, իրենք վարքով չեն համապատասխանում այդ հոգևորական աստիճանին, դա ուրիշ բան է, խեղումներ, խարդախություններ եւ այլն շատ հնարավոր է լինեն, որտեղ սատանան ամեն տեղ կա, ամեն տեղ է պայքարում, ամեն տեղ նույնիսկ մայր եկեղեցու մեջ էլ կարող է մտնել ու խառնակություններ անել։ Հիմա ես կարդամ ուրեմն ձեռնադրության վերաբերյալ մի փոքր բան, շատ կարևոր է լսել ուրեմն նարեկացու խոսքեր այս թեմաների վերաբերյալ։ Մեր նպատակն է միշտ նարեկացին ունենալ ուշադրության կենտրոնում։ Տեսեք, ասում է, որ կարող լինի պտղաբերելու սերմդ հոգևոր, խոստովանում ենք քո ամենիմաստ էության որ ծաղկում է մեր մեջ, աճում, ուրճանում, պարգևներ են ամեն։ Դու ես ձեռնադրում առաքյալներին ու մարգարեներին ներշնչում, ուսուցանում ես վարդապետներին ու համրերին խոսեցնում, բացում խուլերի ականջները փակ։ Ահա, տեսեք, ասում է, դու ես որ ձեռնադրում ես ուրեմն առաքյալներին, որի մասին մենք խոսեցինք։ Եվ մի փոքր հատված էլ կարդամ, լավ, աղանդների բաժինը կարդալուց հետո այս մասին խոսենք։ ՑԲԲ-ի մի հատ էլ կարդամ ուրեմն։ Ինձ կներեք, որ ես տեղերը ման գալուց պետք է որոշ ժամանակ ուրեմն առաքյալների նորից ձեռնադրության մասին։ Արդ հանուն երկայնաստեղ ձեռքովդ և քու սուրբ հոգովդ օծված սրբազան առաքյալների նորից կարդամ։ Արդ հանուն երկայնաստեղ ձեռքովդ ձեռնադրված և քո սուրբ հոգով օծված սրբազան առաքյալների, որոնց արժանի գովեստն ես արի ես, այլ գովաբանում ըստ կարողությանս, քո փառքի համար Տեր ամենայնի ինձ էլ ողորմես, հիշելով սերդ, որին դու նրանց արժանացիր։ Տեսեք, այստեղ ինչ է ասում։ Արդ հանուն երկայնաստեղ ձեռքովդ ձեռնադրված և քո սուրբ հոգովդ օծված սրբազան առաքյալների։ Այսինքն, տեսեք, ասում է, երբ որ ձեռքը դրեց առաքյալների գլխին, նաև նրանք սուրբ հոգով օծվեցին, այսինքն Սուրբ հոգին մասնակիցն է այս ձեռնադրման շնորհաբաշխության։ Եղավ, որով տեսնում եք, որքան մեծ ուժ են ունեցել առաքյալները, որոնք որ փոխանցվել են մեր քաղաքին։ Այդ նույն ուժն ունեն հոգևորականները, այն հոգևորականները, որոնք որ իրենց կարգի մեջ շեղված չեն որևէ ուղղությամբ։ Այս ձեռնադրության մասին հիմա մի փոքր բան խոսեմ աղանդների մասին եւ որպեսի բարձ լինի հաստատուն մնացություն լինի մեր մեջ, մեր առաքելական հետևորդների մեջ, իմանան ճիշտը որն է, ինչն են պաշտպանում, ում են պաշտպանում, ինչ է կարելի է, չի կարելի կամ դե լավ, ոչ ինչ կլինի, սենց հասկացողություններ չկա այնտեղ, ամեն ինչը ես չեմ ուզում համեմատեմ, ասեմ մաթեմատիկական ճշտությամբ, բայց հիմնված է զուլալ մաքուր անապակ աղբյուրի մաքրության վրա, այնտեղ եթե այսպես չկան նման բաներ, կան հստակ պարզություններ, որոնք չպետք է պղտորվեն երբեք։ Հիմա տեսեք, աղանդների մասին խոսենք, աղանդները ինչ է նշանակում աղանդ ասելով, ուրեմն եկեղեցու պաշտոնական դավանանքին հակասող ուսմունքներ են, ուրեմն աղանդները։ Եվ սրանց աղանդի հիմնական մասը նա է, որ պարզ ժողովրդական լեզվով առանց փիլիսոփայության ասեմ, որ զգուշ մնացեք։
Ձեզ պետք է քննել իմանալ, որ ինչ բան։ Երբ աղանդները նրանք են, որ չեն ճանաչում առաքելական եկեղեցին, այսինքն գմբեթի վրայի խաչը, մեջի Մարիամ Աստվածածինը, շենքը եկեղեցու, քահանաներին, մյուրոնը, մի խոսքով ինչ որ գիտեք, դրանք իրենք չեն ճանաչում, դրանք կոչվում են աղանդներ, իսկ դրանց շարժումներ կոչվում են աղանդավորական շարժումներ։ Այսինքն աղանդները ինչպես են ծնվել, ուրեմն հիմնականում մեկը մեջներից, որը կամ երազ է տեսնում, կամ առաքելական եկեղեցին 2000 տարիների ընթացքում այնքան տեսություններ, մեկնաբանություններ, այնքան սուրբերի խոսքեր, քարոզություններ կան, որ դա հաշվել չի լինի։ Այս ամենի մեջից մի բան գողացած, բառից իմաստով գողացած, հետո մի մասը կրճատված, մի բառի վրա հիմնվելով, ստեղծում են իբր երազ տեսան, կամ չգիտեմ Աստված ասես, մի ուղղություն, մի շարժում, որին հետևում են սովորաբար իրենց եկեղեցին լավ չիմացող մարդիկ։ Եվ սրանք տանում են տարբեր ուղղություններով, տարբեր խապկանքներով, հիմնականում դեր ունենում է ֆինանսը եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա ուզում եմ իրանց չեմ խորանում, ես ժամանակի շատ թերթերում գրել եմ իրենց մասին, պատասխան աղանդներին։ Ուրեմն սրանք նրանք են, որ ընդհանրապես չեն ճանաչում, չեն ընդունում մեր եկեղեցին, ոչ եկեղեցու խորհուրդները, ոչ պսակադրությունը, որ քահանային չեն ընդունում։ Եթե դու իսկ մենք ինչ է, պսակադրություն, թաղում, մկրտություն եւ ամեն ինչ քահանայով է, չէ՞։ Սրանք չեն ընդունում։ Ուրեմն սրանք աղանդ են։ Սրանք գիտեք ինչ են ասում, իրենց ամենամեծ զենքը։ Մենք հավատում ենք Աստվածաշնչին, բայց որ խորանաս Աստվածաշունչն իրանք սխալ մեկնություններ ունեն շատ տեղերում։ Իսկ եկեղեցին ամբողջովին Աստվածաշնչին հենք ունի, ձեզ արդեն հասեցի, տեղը ոնց էլ ընտրվել է, տեսեք որտեղից է սկսվում մեր եկեղեցին, հասկանալի է։ Հիմա եկել են այդ հին եկեղեցու, այդ հին օծության հիման վրա ստեղծվածը ուզում են յուրացնել կամ ավելի շուտ խեղաթյուրել, նսեմացնել, որպեսզի դիրք որոշվեն, դիրք ունենան իրենց խառնակցական, երբեմն էլ քաղաքական նպատակների համար։ Ուրեմն մյուսը նայեք, հերձվածների մասին է։ Լավ, աղանդներին քանի ասեցի, աղանդներից մի գրող կարդամ։ Ձեր համբերությունը ես սիրելի ժողովուրդ գուցե չարաշահում եմ, բայց այս կարևոր բաները պետք է իմանան։ Անցած ամուսնության մասին հաղորդումից հետո այն ինչ որ ես լսեցի, ինձ ստիպեց, որ ես ես իմ մտքերը փոխանցեմ ձեզ, որ տեսեք ինչ ստոր մենք մտածելակերպ կարող են ունենալ, ինչեր կարող են անել ու ասել մենք Աստվածաշնչին ենք հետևում։ Տեսեք, աղանդների վերաբերյալ ինչ է ասում Նայեկացին։ Եվ ահա որ քո մեծությունն այս անպատելի եւ անպատի եւ անհերքելի հրաշքների շնորհիվ թող քանդվեն բոլոր սատանայական որոգայթները գաղտնացածուկ, մեքենայությունները մերկացվեն, չկվեն գայթակեղությունները, թակհատ լարողները խայտարակվեն, թող Երևան գան խայծերն ու ծուղակները նենգավորի, վերանան ցանցի ծածկույթները որոնների, ծիլերը վառվեն, թող հալվի ու ցամաքի եղյամն աղանդավորի, թող խորտակվի եղջյուրը գոռոզի, թող մանրվեն ծողափայտերը կուրքեր դրոշների եւ այլն շարունակությունը։ Աղանդների վերաբերյալ ուրեմն Նարեկացու խոսքը դեռ ավելին կա ունի Նարեկացին, ես դրանք չկարդամ, հիմա հասնենք հաջորդին, ուրեմն հերձվածներ, ժողովուրդ ջան, նայեք, հերձվածներն դրանք
Արշիվնականները քրիստոնյաներ, հետո բաժանվել են, դրանց մեջ առաջացել են կաթոլիկներ, հետո բողոքականներ եւ այլն, շատ ուրեմն չխորանամ, հետո առաջացան արդեն հայ միսիոներները, հայ կաթոլիկները եւ այլն, այսրանք ունեն մի 150 տարվա պատմություն։ Հիմա հերետիկոսների մասին էլ խոսեմ, ուրեմն նա կերծվածողները նրանք են, այսինքն բաժանված են եկեղեցուց, որոշ բաներ նույնն են կատարում, ասենք ծեսերի մեջ տարբերություն կա եւ անի բան տարբերություն կա, բայց նրանք դեռ այդ քայքայիչ աղանդները չեն, բաներ կա իրենք իրենց մեջ պաշտպանում են։ Ուրեմն մյուսը հերետիկոսներն են, սրանք ծնվել են եկեղեցու ծոցում, եկեղեցու մեջում կան, շատ բաներ այդ համաձայն չեն, բայց եկեղեցուց դուրս չեն գալի։ Այսպես ուրեմն հերետիկոսները։ Հիմա ես ձեզ կարդամ ուրեմն հերձվածներից եւ ուրեմն աղաներից մի հատվածներ։ Նախ ուրեմն տեսեք եկեղեցուց կարդամ սիրելիներս։ Եկեղեցու պատասխանը կամ նարեկացին եկեղեցու լեզվով ինչ է ասում։ Որպես փրկական խաչի նշան, զորության, զարմանազան նշաններ ու սքանչելիքներ է կատարելապես հրաշագործում, Դադաստանի բեմը այստեղ է հաստատված ահա, այսինքն խոսքը եկեղեցում է։ Սրանով է, որ խորթ, բարք ունեցող հերձվածողների մոլեկին ճառող բերանն է սանձվում։ Նարեկյան բանաստեղծական ոճը։ Սրանով է, որ խորթ, բարք ունեցող հերձվածողների մոլեկին ճառող բերանն է սանձվում։ Նա ունի նաև իմանալի եւ բանական քարեր, որոնցով անսուրբ գազանամիտներին վտարում է նա դարձնում տարագիր։ Ուրեմն սրանք խորը մեկնություններ են, ամեն մի նախադասությունը, մի քարյակը երևի կպահանջվի մի 15-20 րոպե, որպեսզի ես սրանց բացատրությունը տամ։ Նամանդ այստեղ շատերին կհետաքրքրի բանական քարեր, այսինքն քարը ոնց կարող է բանակել։ Այո, նյութը ոգեղենացվում է օգնությունից, ուրեմն օծությունից եւ այնց հետո սրա մասին մի ուրիշ անգամ խոսենք, որտեղ այդ ժամանակը չունենք։ Այսինքն սանձում է նրանց բերանները, ովքեր որ հակառակ են խոսում եկեղեցուն։ Հասկանու՞մ։ Եվ միևնույն ժամանակ ասում է, որ Նամանդ աղանդա նրանք ովքեր որ պատարակ հաղորդությունը կփորձեն անել դրսում այս եկեղեցից դուրս, դրանք աղանդահնար մասաներն են եւ որոնք որ վերջը դատապարտում են մահվան եւ այն։ Հիմա ուրեմն կարդամ ԼԱԲ-ի 54-րդ գլուխը։ ԼԱԲ-ի, այսինքն 31-ի 54-րդ գլուխը։ Այստեղ հերձվածների մասին է այդ է։ Ահա։ Սիրելի ժողովուրդ։ Տեսեք, ինչ է ասում նարեկացին։ Գիշեր թե ցերեկ, քնած ժամանակ եւ կամ արթմնի կիսակուն վիճակ։ Քեզանով առաջնորդված հոգևորների օգտակար ընթացքում ազգերի միջև պատերազմների եւ դեպերի հետ մղվող ճակատամարտում հեծվածողների հետ վիճաբանելիս, փոքրերի եւ մեծերի հետ վերաբերվելիս, ըմպելիքներ խմելու եւ կերակուրներ ճաշակելու միջոցին մեզ համար հաճո թե վշտալից բոլոր դեպքերում գայթերի մեջ դու չես մոռացում, այսինքն միշտ քեզ ենք հիշում։ Ուրեմն սիրելի ունկնդիրներ, սիրելի հավատացյալներ, այսօր մեր նպատակն էր ամփոփենք, սրանով վերջացնում ենք, ամփոփելով ասենք հետևյալը,
որ կրկնենք, որ ամուսնությունը ուրեմն խորհուրդ է, բացատրեցինք ինչ է խորհուրդ, ինչ է ամուսնություն, ինչ է ամուսնալուծություն, այնտեղ մենք ասացինք նաև հոգևոր հիվանդությունների ժամանակ էլ իրավունք ունեն հոգևորականների ներտրված միայն թեմի առաջնորդին կաթողիկոսին բաժանելու եւ մի փոքր պատմություն էլ պատմեմ, ուրեմն աղանդավորների վերաբերյալ նրանք կարող են դիմել նաև այսպիսի հնարքի, որը հենց պատահել է ինձ հետ։ Նրանք մի անգամ մտան իմ մոտ, իմ աշխատասենյակ, ես չգիտեի ովքեր են նրանք, ինձ ասին ես գիրք կուզեք, տանք գիրք, տեսա գրքի վրա Մասիս Սարը, բրոշուներ են, թերթոն չի, ավելի մի քիչ գիրք չի կարելի ասել, փոքր։ Ուրեմն Մասիս Սարը 4 հատ մատնաքաշ, մտածեցին երևի ավետարանիչները 4, ուրեմն Գրիգոր Նարեկացին, գլխին ուրեմն սրբության նշանը, որ սրբերի վրա կաչած, կտեսնեք կլոր ոսկեգույն շրջանակ, ու մտածեցին Նարեկացու վերաբերյալ սա է։ Երբ որ խոսքի անցանք, զգացի որոշ բաներ, ասացի, որ Նարեկացի հետ ինչ գլխում ես ձեր ասած բանը չկա, ասաց, ոչ չկա, մենք հիմա ճշտենք։ Ուրեմն իրանք ներկայացնում են մի աղանդի եւ Նարեկացու անունը շոշափելով մտնում են տնետում ու ինչ են ասում, հիմա կզանգեցին, այո, ասում են կներեք, գիտեք ինչ է, ուրեմն զանգում են, ասում են, ես լսում եմ, որ ինչ են խոսում։ Ասում են ռուսերեն թարգմանության մեջ այս սենց է գրված։ Ու ես ապշել եմ, ռուսերեն թարգմանությունը մեզ հայերից ներկայացնում են որպես Նարեկացի եւ սխալ թարգմանություն արած։ Այդ գլխում այդ մասին նման բան չկար։ Իսկ ինչի մասին որ գրված էր, լրիվ ուրիշ իմաստուն էր, նրանք ուրիշ իմաստներ էին տվել։ Այդ տեսնեք ինչ հնարքներ ունեն, ինչ նենգություններ ունեն, եթե թարգմանությունը կատարվել է, ասենք, ակադեմիան, հա, կամ որևիցե ինստիտուտ, դրանք ուրեմն հասկանալի է, գիտեք որ ովքեր են, հավատք են ներշնչում, բայց անհատներ, որ թարգմանում են ու բաժանում են ու թարգմանությունը նամանավանդ ռուսերենից թարգմանում են հայերեն, պատկերացնում եք դուք, ռուսերենից թարգմանում են հայերեն, հետո գրեն, որ բանա, այսի Նարեկացիա պետք է փորձեն վաճառեն ժողովրդի վրա, խնդրեմ, նման սատանայական շատ հնարքներ ունեն, ուրեմն մեզ թեման զգուշացում է իմանալ այն բանից, որ հոգևորականները ամուսնացնում են, կաքավոր խաչ եղբայր, ժողովուրդը խորհուրդն է դա, նախ կարևորը որ բացատրեց ինչ է խորհուրդը, եւ քահանան իրավունք ունի աստվածային հրամանի եւ իշխանությամբ, որ քահանան կարող է, եթե այդ միացումը կա եւ կարող է այն, եթե դիմել են զույգերը չի ստացվում համատեղ կյանքը կամ մեկը հոգեկան հիվանդություն ունի, որ անհանձը չկա, մարդը ֆիզիկապես կա, բայց քշերցերեք հիվանդանություն աղում։ Այսինքն նա չի աշխան մարդն աշխարհը։ Նման դեպքերում ուրեն բաժանման թույլատրություն տվող կամ թուղթ տվող ԶԱԳՍ-ը եւ հոգեվորականներ, չնայած հոգեվորականներին ես չգիտեմ որ մեկը միջև հիմա դիմաց լինի, որ ասեն մեզ էլ բաժանեք։ Ուրեմն այս խոսքերը պետք չի այս խոսքերին տար հետևյալ իմաստը։ Եթե սատանան բաժանում է, առաքելական եկեղեցին էլ է բաժանում, ինչով են տարբերում։ Առաքելական եկեղեցին չի բաժանում, միացնում է, բայց եթե դիմում են միասին չեն կարող ապրել եւ այլն, հոգեվարականներ իրավունք ունեն որոշելու, արդյոք կորոշեն թե չեն որոշի, դա նրանց գործն է։ Գրքի գրված առաքելական կանոններից մեկն եմ ասում ես ձեզ, որը հաստատել են 320 թվականին, 5 թվականին Նիկայի ժողովում, տիեզերական ժողովում առաքյալների կանոններն ու դասերը, որից որ այդ մինչև հիմա մեր առաքելական եկեղեցին ընդունում եւ կատարում է։ Ուրեմն այս ամուսնությանը եւ այս ամուսնությունը որպես
ոնց ասեմ, մեր ազգի հիմքը, սերուցքը, հա, տեսեք, այս նույնիսկ այս սուրբ ամուսնությունը, այս սուրբ խորհուրդը եկեղեցում կատարող իրանք էլ երբեմն մասնակցում են, տեսեք ոնց են ուզում նենգափոխել։ Սիրելի ժողովուրդ, ցանկանում եմ ձեզ, որպեսզի դուք ուշիմ լինեք, արթուն լինեք, ձեզ անցած անգամ բացատրեցի ինչ է բողջախոհություն, գիտեք բոլորը, եւ հակառակը բղջախոհություն, ամուսնությունը բղջախոհության հետևանք է շատ ժամանակ լինում, եւ բղջախոհությունը եկեղեցու, ուրեմն 7 խորհուրդներից, ուրեմն մահացու մեղքերից մեկն է բղջախոհությունը։ Ուրեմն զգուշավոր եղեք, արթուն եղեք, ողջախոհ եղեք, իմացեք ում եք պաշտպանում, ում եք լսում, ուր եք գնում։ Հիշեք մի բան, ունենք մենք կառույց առաքելական եկեղեցի, շենքը, տաճարը, որտեղ որ կատարում ես ամեն ինչը եւ աստվածաշնչյան մեկնաբանություններ։ Սա է առաքելական եկեղեցու կոչվածը, առաքելական եկեղեցին Քրիստ ազգանացված ազգային կերպար է, որովհետև 1000-2000 տարի մեր հետ պայքարել կռվել է մեր ինքնության համար, հարցակվել են տարբեր ասես պատմությունները լավ գիտեք, մեր հետ ճանապարհը, մեր ազգի հետ ճանապարհ անցած եկեղեցի է, նա մեր հարազատն է, իսկ սրանք ունեն 100-150 տարվա պատմություն եւ քաղաքական նպատակներ եւ ֆինանսավորվում են եւ Հայաստանում չեն սրանք ծնվել, սրանք եկել են դրսից, բոլորը անխտիր։ Ուրեմն ողջախոհ եղեք ձեր հավատքի մեջ, հաստատուն եղեք ձեր հավատքի մեջ, երբ նեղը կընկնեք, աղոթեք նարեկացին, հիշեք որ մենք նարեկացի սուրբ նարեկացու զորության ներքո ենք նստած, աղոթեք, սիրեք, կարդացեք նարեկացին Մատյան ողբերգությունը։ Մինչ նոր հանդիպում, սիրելի հավատացյալ ժողովուրդ։